վաղուց ուզում էի պաշտոնական գլխավոր թերթին զուգահեռ տեսնել ինչ է նշանակում ոչ պաշտոնական, ոչ գլխավոր, ոչ էլ հանրապետական, փորձել հասկանալ եւ այս հարցում մի քիչ ինչպես առավոտյան ասեցի, Անտոնի մեղքը կար, Անտոնի մեղքը նա էր, որ ինքը ինձ հարցեր տվել, ոնց խորհրդային միությունը այդպես աբալվան է ոլե, կակ։ Եվ ես փորձում եի դա նաև գտնել մամուլի միջոցով եւ ընտրեցի 3 հանրապետությունների թերթեր, 3-ն էլ հայերեն լեզվով, որ շատ հակասական չլինեին էթնիկական ընկալումները, մի էթնիկական դաշտում, բայց 3 տարբեր հանրապետություն եւ տարբեր ուղղվածությամբ։ Կարմիր ծիլերը մանկական հանդես է, Կարմիր Զանգեզուրը շրջանային թերթ է, եւ Կարմիր Շամխորն էլ շրջանային թերթ է, Շամխորի ընտրությունը հեչ կապ չունի իմ ծագման հետ։ Ոնց է ուղղակի։ Չէ, հիմա գալիս եմ դրան, դա հաջորդ էջն է։ Կարմիր Շամխորը միակ Ադրբեջանի շրջանային թերթն էր, որը թվայնացված կար։ Միակ, ուրիշ ես հափընտրում էի Շամախի, Շարքի, Ղարաբաղ, բայց դա էր միակը, բայց ոչինչ։ Այսինքն սկզբունքորեն իմ ընտրություններ 3 հանրապետություններից լինեն, նույն էթնիկ միջավայրի լինի եւ տարբեր ամպլոյի մակարդակի թերթեր լինեն։ Ես հենց կսկսեմ Կարմիր ծիլերից, որը մանկական պարբերական էր, Կարմիր ծիլերը սկսվել է 20-ից մինչև 39 թիվը, Զանգեզուրը սկսվել է 34 թվից, բայց իրան նախորդել է Կարմիր Ռանչպար, Գորիս եւ այլ, բայց բուն Կարմիր Զանգեզուրը 34 թվից է եւ դա ինձ համար շատ կարեւոր է այսօրվա մեր թեմայի շրջանակներում։ Եվ Կարմիր Շամխորն էլ 20-ական թվականների վերջից է եւ դրանք բավական միմյանցից տարբերվում են, ասեմ, բայց մեր բանով մեր հետաքրքրության շրջանակներով շատ ընդհանուր բաներ ունեմ։ Ես տեղից ես ասեմ թվերը կարծեմ գրել եմ, այս կարմիր ծիլերը 24-ից մինչև 39 թվի ամսագիր է, տարեկան 12 համար է հրատարակում։ Տպել է օրինակ Լենինի մասին, պատմվածքներ, հուշերակներ, բանաստեղծություն 188 հատ, հասարակագիտական եւ հրապարակախոսական նյութեր բոլորը մարքսիզմ-լենինիզմի շրջանակներում 166 հատ, կոմերցիական, պիոներական, դպրոցական կյանք եւ այլն, Գամիջան, դուք կթերթեք 411 հատ, խնդրում եմ, շնորհակալ եմ։ Արտադրության, գիտության եւ այլն 230, բայց սրանք բոլորը ստախանովականներ եւ այլ այս կարգի նյութերն են։ Մարդկանց, որոնք կապ ունեն, ցանկը մենակ դուք նայեք, ամբողջը չկարդամ։ Սկսելով Վարաշով, այսինքն սկսելով ռուս գրողներից, շատ լավ ընտրանի է, մնացած բոլորը հեղափոխական գործիչներ են։ Վարաշով, Չեխով, նույնիսկ Հանրիբարյուս, Էրնեստ Թելման, Կավիրիպներ, Չերնիշևսկի եւ մյուսները։ Չէ շարունակեմ, արագացնեմ, որ մի քիչ հասցնեմ, խոսել, լավ, նկատեցիք մոտավորապես ինչ բնույթի նյութեր են, գնացինք առաջ, այս էլ գրականություն, այսինքն Թումանյանական մի ամբողջ շարք կա, բայց Թումանյանից ընդեղ 2 ստեղծագործություն կա, մնացած բոլորը, թե ոնց է Թումանյանը ճիշտ հասկացել մարքսիզմի ոգին, պրոլետարիատի ոգին, երջանիկ կյանքի ինձ համար կարևոր էր հասկանալ օրինակ մանկական թերթը երբ սկսվեց դառնալ բացարձակ մամլիչի տակ։ Ես հիմա որ շարեմ, դուք էլ կտեսնեք, բայց ինձ թվում է հիմա այս պահին, որ դա եղավ ճիշտ 34 թվականին, այսինքն Կիրովի սպանությունը, արդեն Ստալինը զինովիվականության խնդիրը հրապարակում, եկավ Ստալինը եկավ իր անձով փոխարինելու Մարքս, Լենինին եւ Ստալին, պապ, հայր, մայր եւ այլն, դա 34 թիվն է, բայց իրական ամբողջը, որով մանկություն մտավ, մեծահասակների խոհանոց մտավ, ռադիո մտավ, թե ամեն ինչ ծածկեց, իրական դա 36 թիվն է, 34-ից 35 թիվը, կտեսնեք, ես շատ երկար հիմա ասեմ, այստեղ գրել եմ, որ համարում նկարն ասկսում, այսնից երեխեք ընդհանրուս ենքան մեղք են, իրանք առավոտի ծիրիկուն մանկական հանդեսը տիբաց են տեսնելու Լենինը ճառը ասում ես ինչ տեղից,
Ուլյանովի ընտանիքը, բայց սա երկար է տևում, մինչև 29-30 թիվը ընդհանուր Լենինն է ծածկում մանկական գնացինք առաջ գանջը, Ստալինը սկսում է 29 թվի համար 12-ից, բավական երկար ժամանակ դիմացել է այս մարդիկ, սկսում է, բայց ոնց է սկսում, հիմնականում առաջին համարներում ինքն ու Լենինը կիսադեմով իրար կողք են, կամ ավելի լավ տարբերակը Մարքս Էնգելս Լենին Ստալին 4-ով իրար կողք են, ինքը դեռ իրան չի դնում միակ առաջնորդ ինքը, նրան շարքում գնացին կրամիջան, այս ամբողջ համարը 30 թվի թիվ մեկը, ամբողջ այս համարը Լենինն է համդատավորն է, համուսուցիչն է, հայրն է, մայրն է, պապն է, 60-ամյակ։ Հա, ներողություն, գնացինք առաջ, և երդումները, որ կյանքում միակ ճանապարհը դա Լենինի ճանապարհն է, երեխեքը պետք է աչուձախ սաղորը առավոտ արթնանային երդվեին, հացը տելիս երդվեին, խաղատս երդվեին, և այլն, էլի 31 թվը դեռ տեսնում ենք Լենինի արձան և այլն, 32 թիվ մեկը սկսում է այս դիմանկարներով և գնացինք բովանդակությանը, 34 թիվ կազմին պիոներները զարդարում են Լենինի և Ստալինի պատմից կախած դիմանկարները, երկրորդ էջին Լենինի և Ստալինի կիսա դիմանկարն է, 10 տարի անց Լենին հոդվածով և սրտառուչ լիքը բանաստեղծում, բայց ստեղ արդեն կյանքում Ստալինն է գալիս, ընդեղ Լենինը դեռ նկարներում, բաներում կա, բայց կյանքի հետ հաղորդակցում լրիվ արդեն Ստալինն է, Ստալինի կիսամկարը Արելա Սիբիրի նոր 8 գյուղի պիոներների և դպրոցականների նամակը ընկեր Ստալինին, ընկեր Ստալին դպրոցականներին պատմում է պայքարի մասին, կյանքի մասին և ընդհանրապես ասում է, որ ճիշտ ապերը որն է, այս բոլոր բաները հասցեատերերը փոխում են, բայց նյութը, բովանդակությունը անընդհատ կրկնվում է, գնացինք կանջան առաջ, արդեն 35 թիվն է, ճիշտ է, այստեղ դեռ Լենինի բավական ինտենսիվ դիմանկարներ կան, բայց 35 թվին, եթե հիշում եք մենք խոսել ենք, որ թույլ տվեցին տոնածառ դնել և տոնածառը ոչ թե դարձավ բուրժուական պերճանքի առարկա, այլև պիոներիա և տոնածառը դա նախ և առաջ հաստատում էր Լենինի, բայց հիմա 35 թիվն է, նախ և առաջ Ստալինի երեխաներին բերած երջանիկ կյանքի մասին, այդ երջանիկ կյանքում շնորհակալություն ընկեր Ստալինին մեր երջանիկ մանկության համար, այսպես էլ լավ նոր տարի Լենինը նիներներ, Լենինի հակառակն է, Զարիկ Մարիկ դուրս եկեք, մենք մեր տոնածառի շուրջը ընկեր Ստալինի ասածով որապել, գնացինք առաջ Գանուջան, մանկական ծիլերի 36 թիվ 2 համարը գալիս է արդեն մտնում է նաև Բերյան, առաջկան հիմա կտեսնեք, Լենինը ոնց են դուրս անում, Ստալինն ու Բերյանն են մնում, Բերյան երկրորդ տեղում, Ստալին առաջին տեղում, երրորդ տեղում թերթեք արդեն, որտեղ գնում եմ եսա զանգեզելու, դուք մոտապես պատկերացրիք ես ինչ եմ ուզում ասել, բայց գլխավորը այստեղ, այս մանկական ամսագիրը, այս նույն դատերն է դոճրում, ժողովրդի թշնամիներին ջարդենք, փշրենք, կոտորենք, բոլորս մեր զգոնությունը պահենք, այդ երեխեքը իրանք սկսում են երդումներ անել, որ դատարանի որոշումը մեր որոշումն է, մենք ենք ուզում, նրանք չեն ասում ընկեր Ստալինն ասում այս թշնամիներն են, մենք խնդրում ենք ընկեր Ստալինին, մեր երջանիկ հորը և այլ մեր երջանիկ մանկություն ապահովող հորը, որ նրանց դատարան պետք չի, նրանց տվեք, սպանեք, ջարդեք երեխեքին, սաղին դարձնում են իրանց հանցակից, թերթը ամեն մարդուն դարձնում է դատավճիռ կայացնող և այդ դատավճիռն հանցակից, Ստալինը ինչ անի ժողովրդի կամքն է կատարել, գնացինք, այս որ 37 թիվն արդեն, ստեղն են հուզիչ տողեր կա, մի հատ ես մասը կարդամ, ես շոտ հուզված էի սրանց ուլացել եմ, մի երեխայ այդ գրում, թե իրանց տանը, իրանց տնոտ տեղորուստա սպասում են Ստալին ձայնը գալու է իրանց տուն հյուր, և իրա զգացմունքներն է ասում, տիրում է խորին լողություն, նրանք նարչությունը շնչը պահը սպասում է Ստալինի ձայնին, այն պիտի հնչել ռադիոյում, տիրում է խորին լողություն, նրանց միմյանց հետ խոսում են շշուկով, նրանց սրտերը բաբախում են,
Ստալինյան երջանկության վառվում հույզերով, սիրտս ուրախությունից ուզում է դուրս թափել կրկին կծկիծս, այսօր ես պիտի լսեմ Ստալինի ձայնը, նա պիտի լինի մեր գյուղում, մեր դպրոցում, մեր տանը, սրանց է մեծ երջանկություն, Ստալինը պիտի խոսի ու մենք պետք է լսենք նրա ձայնը, անհամբեր ու երկար սպասումից հետո Գորի նռության մեջ լսվեց դպրոցի պատիժ համացույցի իրար հաջորդող զարկերը, ընկերն էր, տարածվեց համաշխարհային մեծ առաջնորդի խլող ձայնը, թվում է ինքը Ստալինը մեր գյուղում, որ նա կանգնած է մեր դահլիճում, ամենքի դիմաց, խոսում է բոլորի հետ եւ այլն։ Ես օրինակ ես որ կարդում էի, ես ների պատկասում էի երեխու ապրումները, այսինքն այստեղ նաեւ իրականությունը կա, մի տեղ կա թե դա ոնց արում, մի տեղ այդ երեխեքին այնքան են սպասեցրել հեսա Ստալինի ձայնը, էսա մենք հաղորդակցել ենք Տեր Աստծո հետ, նրանց են կողմել Աստված չկա, նրանցին կա։ Մոտավորապես։ Այդ մամուլում լիքը տպում է իհարկե այս կարգին նույնը։ Անընդհատ ստեղից արդեն գալիս է բերանով, ստան երկուսն են հարկլի զավակներն են։ Ստում են հոդվածներ հայկական մամուլը գույնով Վրաստանը Թիֆլիսը դարձել են ԽՍՀՄ մարգարիտը, որտեղ մեր երկիրը ունի այս հայրենիքից ծնված այդ երկու առաջնորդներից, դրանք բազմաթիվ են, եւ օրինակ սա Թուրքի ներողություն, ադրբեջանցու բանաստեղծությունը, որը թարգմանել են Ստալին պոեմներ լիքն են դրանք, հարկլի ծաղկել ես անսովոր, քեզ կյանք ավել հազար բարև, դու ես ծնել նրան, ով որ ողջ աշխարհին բերեց արև։ Աստծո ոչ մի Քրիստոսի այսքան չեն բռնում ես ու ես Ով ծնել։ Ստալինին ածնել։ Քարտին ծնել Ստալին։ Всё. Աբրամ Ռադիվ։ Գնացեք ուղղակի թերթական ջան, Ձեզ չնայեմ։ Շարունակումը լիքը կտամ ով կետարի ինձ թվում է լրիվ կարելի է անել այսօր կարդում է այդ ասունացումը լրիվ տեսնում է ոնց է երեխեքի մեջ, պատահ մեջ, լեզվի մեջ, մտածողության մեջ, գաղափարը, դահլիճում, տանը եւ այլն թեման դառնում սրանք անցանք, մանկական անցանք, որտեղ ժամանակի քիչ է, մինչև ուզում ձեզ Կարմիր Զանգեզուրի, հա, էս էլ է խնդիր։ Ստալինը եւ այլ անընդհատ խոսում էին այն մասին, երբեք չեն ասում, որ մեկը հայրենիք է, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան։ Նրանք միշտ խոսում են, որ բոլորի հայրենիքը ԽՍՀՄ-ն է, մենակ ԽՍՀՄ ժողովուրդը, ԽՍՀՄ հայրենիքը եւ այլ։ Բայց այ ներքևում անընդհատ խոսում են Ստալինի հայրենիքի մասին։ Հառաբանելով այդ հայրենիքը Ստալինը խորհրդայինը չի, Ստալինը Գորինը, Ստալինը Քարտլինը, որտեղ Բերյանն է այդտեղ, Բերյանն ու Ստալինը ուրիշ դաշտ, ուրիշ հայրենիքի, ուրիշ ոլորտի ծնումներ են գնացել դարեր։ Էս էլ, հատել, էստեղ ինչ է, հատել, մի հատ, լավ, էս կարևորություն։ Ինչ ասում, դու եղբոր սիրով, Թումանյանի հիշատակին գրած բանաստեղծությունն է, դու եղբոր սիրով սրտալանկեր սիրեցիր վրաց ժողովրդին արի, որ մեզ պարգևեց Ստալինի մեծագույն մարդու ամայն աշխարհի։ Թումանյանին նվիրված հատորն է, Թումանյանին գովում են, որ նա սիրել է այն ժողովրդին, որը տվել է Ստալինի նման ծերպարի, Անցանք Կարմիր Զանգեզուրի, գնացինք, հիմա, ես էլ որը սկսել է 34 թվականին, սա մի փառահեղ մամուլ է, այստեղ օրինակ հազար անգամ կա, կտեսնեք սրանց ես չեմ անդրադառնա, մի հատ կոլխոզի ժողով կա, մի հատ որտեղ խոսվեց օրինակ Ստալին ասել այս բանը, հակալություն, Ստալինի անունը լսեցինք սովորել, որ համագումարին Ստալինը մտա բուրը նովացիայի չգիտեմ ինչի ասնով ծապար ոչ, կոլխոզի ժողովում Ստալինի անունը որ տալիս են որ նա տեսնում, ժողովուրդը վերակենում, ոտքի է կանգնում ու բուրըն և երկարատև ծապա անունը լսել են։ Ինձ ասում են ես անգամ սովորեցի սրանց ոնց են աստվածները ծնվում։ Լավ, ինչի մասին չի խոսվում, այս այդ մասին է, այս են նորերնը, Ստեփանյան Ներսիկին ձերվակացին, Կոմիտասի աճին հերթերը այդ մասին, այդ թվում տեղական շրջանում ոչ մի խոսք չեն գնում։ Գնացինք առաջ, սա հիմնական
թերթի այդ օրերի գործնակուս տոմսերի փոփոխությունն էր, խոսում էր թերթեր շատ են գրում, ես գրեցի հիմնական թեմատիկան ինչի մասին է, գնացինք այստեղ ամենից շատ խոսում այն մասին, այս 36 թվականի սկզբին դերան շատ են խոսում այդ մասին, հրատարակեց կուսակցական գործունեություն, կուսակցության կառուցումը և հեղափոխությունը Կովկասում գիրքը, որով Ստալինը դարձավ Կովկասի հիմնական կուսակցական դեպքը։ Սովորաբար Ստեփան Շահումյանն էր, հիմա հատուկ այդ գիրքը գրվեց, ու այդ գիրքը հետ եթե գնաք անջան կարծում ընդեղի ասել, թույլ չտա ոչ մի բացակայություն քաղաքապարավմունքից և հետո թերթերը հետևում են, որ գիրքը դարձավ բոլորի սեղանի գիրքը, բոլորը պիտի գային, շտուդիռույթ անեին, քննություն հանձնեին, պատմեին ինչ են սովորել այդ գրքից, հրատարակվել անսահման շատ, էլի է հրատարակվել, բոլորը պահանջում են, որտեղ մեծ պահանջարկ կար այդ գրքերը, այդ բոլորը ամեն գյուղական դպրոցից, կոլխոզից ամենտեղ կարդացվել, թերթը հետևում է, մի կուսակցական չի գնացել, մեկ երկուսի մասին ուղղակի գրել եմ, սկսում է հետապնդել այդ մարդու կյանքի, մի համար, երկու համար, 3 համար, այս ինչի մասին գրեցինք, էլի չհասկացա, որ ընկեր Բերիայի այդ գիրքը, ամեն կոմունիստի սեղանի գիրքը և ուղենիշը պիտի լինի, մենք դրանով պիտի ապրենք և դրանով առաջնորդենք, մինչև հասնում է նրան, որ սկսում է արդեն քրոջը, քույրը պաշտպանեց իր եղբոր երկուսներ, ժողովրդի թշնամի են, մինչև հասնում է նրան, որ նրանք ստանան պատիժներ, Կարմիր Զանգեզուր թերթը, բայց միակը չի, որը նայեք, ես նայում եմ մի քանիսներ, նույնն է, այսինքն լեզուն, ժանրը, հետևանքը գանջան գնացինք առաջ, տեսնանք ինչ երկար չխոսեմ, բայց ընդհանուր առմամբ ինձ թվում է մոտավորապես ասեցի, գնացեք ելի մի երկու հատկանշական բան, ես ուզում եմ տեսնել Բերիան ոնց է մտնում ու սկսում Ստալինի, հանճարել Ստալինի արժանավոր հետևորդից դառնալ զավակը, դառնալ զինակիցը և դառնալ բարեկամը, որը մեր բոլորի կյանքի հիմնական խրախուսողն է։ Լավ, ես հիմնական ասելիքս նայել, որ տեղական մամուլը, Շամխորը, այնտեղ այս աստիճանի ես չհանդիպեցի նախ 2 տարին չկար, դրանցից մեկը 36 թիվն էր, որը շատ կարևոր էր, բայց այնտեղ ուրիշ բանը կար, այնտեղ էլ կա կոլխոզներին հետևողականորեն, նախ այստեղ էլ է շատ, կոլխոզները ամեն հոդված կոլխոզի մասին սկսում է, թե իրանք ինչքան երջանիկ են, որ կոլխոզ է, և այդ կոլխոզի կյանքը իրանց տվել ընկեր Ստալինը, հոդվածը գնում է քննադատելով կոլխոզը, տրակտորիստը տրակտորը չի տանում, հացը չի հավաքում, բերքը չի հավաքում, ես կամ վնաս է գալիս, այս վնասակարին պատժենք, այն վնասարարին պատժենք և այլն, բայց անպայման երջանկությունը պիտի արտահայտվի, այ Շամխոր թերթի գլխավոր խնդիրը սա է, նա, որտեղ ինքը հայատառ է և հայկական թերթ է, հիմնականում խոսում է Շամխորի հայկական գյուղերի կոլխոզների մասին, և այդ կոլխոզներում կատարում է ինչ, ընդեղ ժամանակին չեն կատարում կարմիր անկյունների ստեղծումը, ընդեղ կոլխոզնիկները խուսափում են, կոմերիտականներ լավ չեն կատարում քաղդասճիրակության խնդիրը, քննադատում է իհարկե անասունը, այստեղ ծինը լավը չի, այստեղ նիհարը կոլխոզները մեղավոր են, բայց կոլխոզնիկ լինելը մեծագույն երջանկություն է։ Հանել եմ ամբողջ անվանական կազմերը, ինձ շատ հետաքրքրում է, հայկական գյուղերի բոլոր 5 գյուղերի անունները, որը մնացել են, բայց բոլոր կոլխոզների անունները կամ ռուս հեղափոխականներ են, կամ թուրք հեղափոխականներ են, Զանգեզուրի բոլոր գյուղերում ոչ մի հայ անուն չկա, բայց թուրք անունը չկա, բոլորը ռուս հեղափոխականներ, բոլոր տեղերում կա մի քանի Ստալիններ, Բերյաններ և այլն, սա համատարած է։ Ես համառոտ եմ խոսքս հասկացա համահանում եմ, շնորհակալ եմ, բայց սա շարունակելի նյութ է, և ինձ թվում է ինքը շատ նոր էջեր է բացում մեր թեմատիկայի մեջ, շնորհակալ եմ։